իրադարձությունները նշանները նենց են զարգանում, որ գնալով ավելի մեծանալու է եկեղեցին պատահելիք դժվարությունները։ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ երբեք ոչ մի ժամանակում այդ կարգի նեղություններ չի եղել, երբեք ոչ մի ժամանակում այդ կարգի մեծ զորավոր մոլորություն չի եղել եւ երբեք ոչ մի ժամանակում այդ կարգի մեղքի անիրավության շատություն չի եղել։ Եվ եկեղեցին, ասենք ասած, անցնելու է այդ ամեն ինչի միջով, ինչե որ Տերը գա։ Եվ մենք հասկանում ենք, որ այսուհետև նես չի, որ պիտի հեշտանա, այլ պիտի դժվարանա։ Մենք ովքեր, ասենք, տեսնում են Տիրոջ խոսքի նշանները, հասկանում են, որ ելնես չի, որ պիտի հեշտ լավ ժամանակներ լինեն։ Գնալով ավելի դժվարանալու է, եւ ընդ որում նորից եմ հիշեցնում, Սուրբ Գիրքը խոսում է, որ ոչ մի ժամանակում, Աստծո ժողովրդի ապրած ժամանակներում, որը երկրի վրա ապրել են, այդ կարգի, այդ չափի, այդ մեծությամբ նեղություն, դժվարություն, անիրավություն, մոլորություն չի եղել։ Այսինքն սա վերջի ժամանակների աննախադեպ դժվարություններ են։ Եվ բայց Աստված էլ մեզ իր խոսքով զորացնում է, հույս է տալիս, որ աննախադեպ այդ դժվարությունների մեջ էլ Աստված աննախադեպ զորություն է տալու իր ժողովրդին, իր եկեղեցուն, որպեսզի իր եկեղեցին հաղթի։ Եվ կուզենք, որպեսզի այդ վստահության համար, որ իրոք Տերը զորացնելու է եւ հաղթական է սարքելու իր ժողովրդին, նրանք ովքեր իրան ոնց որ ասած կլսեն, կհետևեն, եւ այսպես ասած այդ ոչ մոլորությունները, ոչ մեծ նեղությունները, ոչ էլ անիրավության շատանալը չեն կարողանալու, ասենք, հաղթեն եկեղեցու։ Եվ ուզում եմ հիշեցնեմ եկեղեցու անունները ուղղակի, ավելի ճիշտ էսպես, Քրիստոսը ով է եկեղեցու համար եւ եկեղեցին ով է Քրիստոսի համար, որտեղ այդտեղից հենց կարելի ասել են վստահությունը եւ համոզվածությունն է նորից առաջանում, երբ որ Տիրոջը ճանաչում ենք ով է եկեղեցու համար, որ իրոք Քրիստոսը կպահի իր եկեղեցին։ Եվ հիշեցնեմ արագի մեջ հիշեցնեմ ձեզ, շատ չեմ կանգ առնի համարների վրա, որ Քրիստոսը եկեղեցու նախ սեփականատերն է, չէ, եւ Քրիստոսը եկեղեցու հիմքն է, հիմնադիրն է, նախ հիմնադիրը։ Այսինքն ինքն է այդ կառույցի հեղինակը, ինքը այդ կառույցը ծրագրել է, այն որ ինչ որ կառույց կառուցում են, նախ եւ առաջ գծագիրն են, չէ, գծում, նպատակն են դնում դրա վրա, եւ Քրիստոսը նպատակով ծրագրով իր եկեղեցին է կառուցել, նա հիմնադիրն է։ Եվ այդ նպատակը, որ նայում ենք, հենց այդ նպատակը շատ բարձր է, թանկ է, մեծ է, եկեղեցին ինչ նպատակով որ կառուցվել է, դա երկրի վրա եղած նպատակ կա ծրագիր եւ երկնքում հավիտենական։ Եվ հնարավոր չի, որ որևէ, ասենց ասած, ուժ, զորություն այդ կառույցը վերացնի, որտեղ այդ դեպքում Տերը պարտված դուրս կգա եւ իր ծրագրերն էլ անկատար, չկատարված դուրս կգա։ Տերը եթե որոշել է, գիտեք, ինչ որ նախատեսում է, նա իր նպատակին ինչ անում, կարողանում է հասցնել։ Եվ իր ծրագիրը հավիտենական է եկեղեցու համար, ժամանակավոր, երկրավոր չի։ Նա նպատակ է դրել, որպեսզի եկեղեցին երկրի վրա էլ երկնքում էլ լինի։ Եվ հետեւաբար ինչ այդ կառույցը այնպես է կառուցել, որովհետև Տերը ամեն բան գիտեր նաև այս իր, ասենց ասած, խոչընդոտները, գիտեր այդ արգելքները, գիտեր եկեղեցու դեմ հարձակումները, վնաս տվողներին, այնպես է կառուցել իր ծրագիրը, ոնց որ գծագիրը նենց է արել, որ այդ բաներից եկեղեցին չազդվի, այլ կարողանա ամեն բաներով հաղթահարի եւ Աստծո ծրագիր իրականանա։ Մեկ ուրիշ բան, Տերը խոսեց, հիշում եք Մատթեոս 16-րդ գլուխ 16-ից 18 խոսքերում, երբ որ խոսեց իր եկեղեցու կառուցման մասին,
նա խոսեց իմ եկեղեցին, չէ, ասեց, ես իմ եկեղեցին կկառուցեմ եւ դժոխքի դռները չեն հաղթի նրանց, այսինքն եկեղեցին Քրիստոսի սեփականությունն է, Քրիստոսին պատկանողն է, Քրիստոսը եկեղեցու համար սեփականատեր է եւ ասենք ասած իր եկեղեցու համար նախանձավոր է, այս մեկությունը մեզ համար պետք է ասենք ասած հավատքի զորություն լինի, որ Քրիստոսը մեկացած է այս հարցում, նրանն ենք մենք, Քրիստոսին ենք, այսինքն նրանք ովքեր որ եկեղեցու դեմ են դուրս գալիս եւ ծրագիր ունեն վնաս տալու, քանդելու, ավերելու, ցրելու, նրանք ձեռք են մեկնում Տիրոջ ունեցվածքին, որտեղ եկեղեցին նրա սեփականությունն է։ Այսինքն, եթե կարողանան խլել, կպարտության պիտի մատնել ուրեմն Քրիստոսին, որ խլեն, բայց չեն կարող, որտեղ չեն կարող պարտության մատնել։ Այդպես է։ Այսինքն գիտենք, ոչ մեկ Տիրոջից ոչինչ չի կարող տանել, ինչ-որ տեղ կար, ասեց, չէ, որ ոչ մեկ չի կարող, ոչ մի ոնց որ մի իր հոտի համար ասեց, մի գարել, մի ոչխարել նրանից ինչ անել, տանել, հափշտակել։ Անհնարին է, այդպիսի բան չի կարող պատահել, որպեսզի խլեն, հափշտակեն, գողանան, այսպես ասած։ Եվ եկեղեցին դրա սեփականությունն է, սա մեզ համար նորից եմ ասում, մի կարևոր ճանաչողություն է, որ մեզ հնարավորություն է տալիս հասկանանք, որ նրանք ովքեր որ եկեղեցուն ձեռք են մեկնում եկեղեցուն եւ ծրագիր են դրել եկեղեցու դեմ գործեն, նրանք Տիրոջ սեփականությունն են ուզում խլել Տիրոջ ձեռքից։ Ուզում են Տիրոջը սեփականազրկել, ունեզրկել, որը անհնարին է, որը հնարավոր չի։ Տերը այն սեփականատերն է, որ բոլոր այդ հափշտակողների, բոլոր այն, ասենց ասած, այդ չար ծրագրով գործողների դեմը կարող է առնել եւ իր սեփականությունը պահել։ Նրանից ոչ մեկ ոչ, ասենց ասած, մի բան էլ չի կարող տանել, փառք Աստծուն սրա համար։ Այսինքն եկեղեցին մենք տեսնենք նրա սեփականություն։ Հաճախ մենք այնց ենք մոտենում Տիրոջը, կարծես թե մենք մի առանցին կառույց ենք, անկախ Քրիստոսից, այնքան որ Քրիստոսը կարա ինչ-որ բանում մեզ օգնի, էլի։ Անկամ մեր աղոթների մեջ գուցե տենց ենք խնդրում։ Մի բանով օգնի, էլի, եթե կարող ես, գուցե այն բանի մարդու նման, բայց այդպես չի, Տերը իր ունեցածի վրա իր համար թանկ ունեցված կա, ինչպես ասացի, կարևոր ծրագրով ստեղծված ու թանկ, ինքը հենց շահագրգռված է, ինքը աշխատում է, ուշադիր է, որպեսզի իր ունեցվածքը, այո, պահպանվի, ոչ թե տես թողել է ու ստեղծել ու թողել է, ասենք, չէ, այդպես չի։ Դրա համար փառք Աստծո, սրա համար փառք Տիրոջը, որ նա եկեղեցու սեփականատերն է։ Կամ Սուրբ Գիրքը ասում է, այս Մատթեոս 16:18-ում խոսում է, որ եկեղեցու համար Քրիստոսը հիմքն է, չէ՞։ Այսինքն կառույցի հետ շինության հիմքն է, հոգևոր կառույցի շինության հիմքն է։ Ինչպես գիտենք, հիմքը կարևոր նշանակություն ունի, այսինքն սա ինչ է ցույց տալիս, որ այսինքն եկեղեցին շատ հաստատուն է։ Նրա հիմքը Քրիստոսն է եւ ոչ մի քանդող, ավիրող, փչացնող ուժեր, զորություններ, փոթորիկներ չեն կարող կառույցը քանդել, որովհետև կառույցը հիմնված է Քրիստոսի վրա, նրանից է ուժ առնում, զորություն առնում եւ նա հաստատուն է, այսինքն եկեղեցին անշարժ պահելու երաշխավոր է Քրիստոսը այդ հարցում։ Եթե նա հիմքն է, հիմքը ինչքան պինդ, այնքան ոնց որ ասած կառույցը հաստատուն կանգնելու երաշխավորություն ունի, իսկ Հիսուսը հաստատուն է։ Նրան, այսինքն ինչ է դա նշանակում, եկեղեցու հետ այդ որ ասում ենք այդ կառույցին խփի ինչ որ ուժեր, ոնց որ փոխաբերական իմաստով մեկ ուրիշ տեղ ասում է, չէ, քամիներ, ջրեր, փոթորիկներ կամ բնականա չարի հարձակումը, ապա էսա որ այդ կառույցի կանգուն լինելը կախված է նրա հիմքից։ Քրիստոսը երաշխավոր է, դառնալով իր եկեղեցու հիմք, երաշխավորում է եկեղեցու հարատև լինելը, անքանդելի լինելը, որ դրան ոչինչ չի կարող քանդել, որովհետև հիմքը ինքն է։ Եվ մենք պիտի տեսնենք դա։ Մենք պիտի հավատքով, ոնց որ ասած, խաղաղություն ունենք դրանում, որ ինչ էլ լինի, ինչ էլ կատարվի, ինչքան էլ զորավոր լինի այդ նեղություն, մոլորություններ, դժվարությունները, հիմնված է Քրիստոսի վրա այդ եկեղեցին։ Եկեղեցուն պահողը, հիմքը Հիսուսն է։ Եթե հիմքը զորավոր է, անշարժ է, ավելին է, քան այդ փոթորիկն ու ինչ որ բաները, հետաբար կառույցը հաստատուն կմնա։
Այսինքն մեր վստահությունը մեր Տերն է, որի վրա մենք հիմնված ենք, որը պահում է մեզ, որը որպես հիմք պահում է իր եկեղեցին։ Եվ սա, այո, կարևոր մի փաստ է մեզ համար, որ մենք հավատանք եւ վստահ լինենք, քանի որ Քրիստոսն է մեզ պահողը, ոչ մի բան մեզ չի կարող խախտել, քանդել եւ չի կարող ոչնչացնել կամ վերացնել կամ վնասել եկեղեցուն։ Մեկ ուրիշ բան Տերը ասեց այդ նույն հատվածում, խոսեց եկեղեցին, Քրիստոսը եկեղեցուն դժոխքի դռներից, ինչ զորություններից ազատողն է։ Այսինքն դժոխք տանող զորություններ կան, որոնք զորավոր են իրականության մեջ, բայց ամբողջ հարցը է, որ այդ զորությունները անկարող են այս կառույցին դեմ գործեն, այսինքն գործեն, բայց կպարտվեն, որտեվ Տերն է հենց զորություններից ազատողը եկեղեցուն։ Այսինքն Քրիստոսը դարել է այս հարցում էլ երաշխավոր եւ որ այն ուժերը, որ գործեն եկեղեցու դեմ, դրանց դեմ մեզ իշխանություն տա, դրանց դեմ մեզ զորություն տա, հաղորդ դարձնի, մեկացնի իր հաղթությանը, որովհետև ինքը արդեն դրանց հաղթել է, որտեղ չկա մի բան, որ մենք փորձվում ենք, եկեղեցին փորձվում է, Տերը չի փորձվել, դες բան չկա։ Եվ մեզ էլ մասնակից է դարձրել իր հաղթությանը, որ իրանով մենք հաղթող լինենք։ Նա հաղորդ է դարձել, մեզ մասնակից է դարձել, մեզ տվել է այն զորությունը, իշխանությունը դիվական ուժերի դեմ, որ ինքը ունի։ Եվ նաև այն ուժերը, որոնք դժոխք տանող ուժեր են կոչվում, դրանց դեմ պայքարի մեջ եկեղեցու ուժը Քրիստոսի ուժն է։ Այսինքն Տերը ինչ է արել, իր հետ մեկացնելով իր իշխանությունը, որ ինքը գործադրում է, իր սրբության զորությունը, իր ամեն կարողությունով, որ հաղթեց այդ պայքարի մեջ այդ չարի ուժերին, որ դժոխք են մարդկանց տանում, այդ զորությունը եկեղեցուն է տվել, որ եկեղեցին ճիշտ այդ զորությամբ զորավոր լինի, ճիշտ այդ իշխանությամբ իշխանություն ունենա։ Եկեղեցին հաղորդ լինի Քրիստոսի ամեն այն կարողություններին, որով Քրիստոսը այդ կարողությունով երկրի վրա ապրելով հաղթեց չարին, հաղթեց խավարին, հաղթեց մեղքին, դժոխք տանող բոլոր ուժերին։ Եթե խորամանկությունը, ասենք սատանայի ստություններ են, վարդապետություններ են, նեղություններ են, հալածանքներ են, Տերը իր անձով ցույց տվեց, որ ինքը դրանց հաղթել է։ Եվ իր հաղթությանը մեզ է մասնակից դարձնում, այսինքն եկեղեցու ուժն ու զորությունը Քրիստոսն է։ Քրիստոսի ուժով է նա գործում, Քրիստոսի իշխանությունով է գործում, Քրիստոսի կարողություններով է գործում, տարբեր հոգևոր կարողություններով, եւ դրա համար նաեւ եկեղեցին պարտություն չի կարող ունենալ։ Դրա համար Տերը ասեց, ինքը իր ներկայացավ որպես իր եկեղեցուն դժոխքի դռներից ինչ անող ազատող, նրանով է։ Այսինքն սա ցույց չի կարող մի բան լինել, որ քանի որ ոչ մի բան, ասենք ամեն ինչ եղան ու Քրիստոսը դրանցից չպարտվեց, որտեղ ամեն բաներում փորձվեց Տերը, նմանապես եթե Քրիստոսը դարել է եկեղեցու հենց ուժն ու զորությունը այդ դժոխքի դռների պայքարի մեջ, դժոխքի զորությունները, հետաբար չի ինչպես Քրիստոսը չի պարտվեց հաղթեց, այնպես է եկեղեցին չի պարտվի կհաղթի, որտեղ նա Քրիստոսով է ուժառնում, զորությունը նրանից է, փառք Հիսուսի սրա համար։ Մեկ ուրիշ բան կուզեմ հիշեցնեմ, որ Քրիստոսը մեկացած է իր եկեղեցու հետ եւ դա մեր համար, այո, հենց ապահովություն է դառնում, երաշխավորություն, որ մենք կազատվենք ամեն բաներից, Տերը պահում է իրան։ Գիտեք, Քրիստոսը եկեղեցու գլուխն է, եկեղեցին Քրիստոսի մարմին։ Այսինքն, այո, սա գիտեք, երբ որ այս անունները ճանաչում հասկանում ես, զորանում ես, հավատքդ զորանում է։ Ինչ է նշանակում գլուխն է եկեղեցու։ Այսինքն, եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսով։ Սա ցույց է տալիս, որ ինչպես Քրիստոսը, ասենք ասած, իմաստությամբ զորավոր է, հզոր է, երբեք, ասենք ասած, չարը չի կարող իր խորամանկությամբ, որոգայթներով, թակարդներով մի բանի հասնել նրա նկատմամբ, չի կարող հասնել նաև եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու առաջնորդությունը Քրիստոսից է։ Չի կարող մի բան լինել, որ նա
կարողանա խորամանկի եւ խափի եկեղեցուն, որովհետեւ եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Նա առաջնորդելու է, նա բացելու է, նա հայտնելու է, նա իմաստություն է տալու, նա օգնելու է, որպեսզի, ասենք ասած, ամեն առաջնորդությունները այն կարգի կատարյալ լինեն եւ, ասենք ասած, ճիշտ, որ սատանան չկարողանա ոչինչ անել։ Բոլոր որոգայթները, թակարդները, ստությունները պետք է բացահայտվի եկեղեցու ձեռով, այսինքն Քրիստոսի ձեռով, որտեղ Քրիստոսը նրա գլուխն է, որտեղ Քրիստոսն է նրան առաջնորդում եւ պիտի պարտության մատնվի։ Փառք Աստծուն։ Եկեղեցու առաջնորդությունը ապահովված է։ Նա ունի աստվածային մեծ իմաստություն, որտեղ նրա առաջնորդը Աստված է։ Այսինքն եւ բոլոր ծրագրերը, բոլոր գործերը պիտի, ասենք ասած, հաջողված լինեն եկեղեցու, որտեղ ղեկավարը, գլուխը Քրիստոսն է։ Եվ եկեղեցին նրա մարմինն է, այսինքն գլխի համապատասխան մասը, որ հնազանդ է եւ գործում է, այսպես կարելի ասել։ Եվ Սուրբ Գիրքը Եփեսացիների 5-րդ գլխում, երբ որ Պողոսը բացատրում է, որ մարմնի հետ կապված, ասում է դե ամեն մարդ իր մարմնին դեպի բարին չէ խնամք է տանում, այսինքն Քրիստոսն էլ իր մարմնի համար խնամք է տանում դեպի բարին։ Ուրեմն սա էլ այո մի կարևոր բան է, որ մենք պիտի հիշենք, եւ սա մեզ համար ուժազորություն է, որտեվ կարող է մարդը մտածի, կարող է այս բանը լինի չհասկանանք, չտեսնենք, խորամանկի սատանան, մեր իմաստությունը չբավարարի, մեր կարողությունը չբավարարի, բայց եթե եկեղեցու գլուխը Քրիստոսն է, այսինքն նրա առաջնորդումը, նշանակում է եկեղեցու համար ամեն ինչ պետք է բացահայտվի, ամեն ինչ պետք է պարզվի, ամեն ինչ հասկանալի լինի, չարի իհարկե հետ կապված այդ բաները նաև, նրա խորհուրդները, ծրագրերը եւ եկեղեցին չի գնելու այդ որոգայթներ թակարդների մեջ եւ չի պարտվելու, որտեղ նորից եմ ասում Քրիստոսն է նրան առաջնորդում։ Նրա առաջնորդությունները օգնելու են, որ միշտ չարը պարտված լինի մեր առաջին։ Փառք Աստծուն սրա համար։ Կարելի է այսել ուշադրություն դարձնել, որ ոնց է մարմնի համար մարդը խնամ տանում եւ ինչ վերաբերմունք է դրսևորում, երբ որ մարմնի որևէ մարմնին են, ասենք, վնաս տալիս, դա նոր Տերը միտեղ կա, ասենց ասում, չէ, ձեզ կպած իմ աչքի բիբին կպած։ Իսկեն այս մեկությունը ստեղծել է ինքը գլուխ եւ մարմին եւ երբ որ մեր դեմ են դուրս գալիս մի բան անելու, դա Քրիստոսի դեմ են դուրս գալիս։ Եվ Տերը վրեժխնդիր է, Տերը նախանձավոր է, պատրաստ է, եւ կանգնում է իր, ոնց որ ասած, մարմնի խնամքը տանում է, հոգսա քաշում այդ հարցը, որ վնաս չկրի։ Եվ հիշեք, թե անգամ Կորինթացիների 11-րդ գլխում անգամ, եթե հիշում եք, այսպիսի բան կար, որ ոմանք եկեղեցու մեջ ճիշտ չէին վարվում, մնացածների եկեղեցու անդամների մեջ ջոկողություն, աչառություն էին դնում, եւ Կորինթացիների 11-ում Պողոս առաքյալը դիվնական ընթրիք անելիս նրանց հանդիմանում է եւ նրանց մեղքն է ասում, մա չեք որոշում Տիրոջ մարմինը։ Այսինքն նրանք մարդկանց էին անարգում, չհասկանալով, որ Տիրոջն են անարգում, չհասկանալով, որ ախրում այդ մարդը Տիրոջ մարմնի անդամն է։ Եվ եթե դու ցավեցնում ես որևէ մարմնի որևէ մասին, ապա ընդհանուր մարմնին ես ցավեցնում։ Դրանք չէին հասկանում եւ դրա համար Տերը ասում է, սրա համար ձեր մեջ ինչ կան ցավագարներ կան, հիվանդներ կան, ոմանք էլ ննջեցին։ Այսինքն Տերը վրեժխնդիր է։ Տերը հարվածել է, իր եկեղեցու անդամին է խփել, որ ինքը չի որոշում Տիրոջ մարմինը, բայց դրսինի հետ ոնց կվարվի։ Որտեւ իրանց մարմնի անդամին ցավեցրած, իրան ցավեցրած, ինքը գլուխ մարմին մեկացել է ամբողջությամբ։ Սա էլ մի ոնց որ ասած, այս հասկանալով մեզ համար զորություն, օրհնություն է, որ վստահ լինենք, որ նա որ մեր հետ գործ ունի, Քրիստոսի հետ գործ ունի։ Մենք երբեք մենակ չենք եւ մեզ համար խնամ տանող կա գլուխը, որ մեզ համար հոգս է քաշում, խնամք է տանում եւ մեզ պաշտպանում է։ Կամ մեկ ուրիշ տեղ խոսում է եկեղեցին Քրիստոսի տաճար, չէ, Քրիստոսի տաճարն է, կենթանի տաճարն է, Քրիստոսը տաճարի տերն է, Եփեսացիս 2-րդ գլուխ 20-22-ում։ Եվ
եւ այդ նույն հատվածում խոսում է նաեւ նա եկեղեցին Աստծո տունն է, Աստծո բնակարանն է։ Այսինքն սա էլ մեզ համար շատություն դասի կարևոր մի բան է։ Եթե մենք որ ասենք ոմանքս ծնողներ ենք օրինակ եւ տեսնում ենք ինչ նախանձավորություն sense ասած ունենք մեր տան, մեր երեխեքի, մեր տան հետ կապված, առավելևս Քրիստոսը։ Երբ որ եկեղեցու վրա են հարձակվում, Տիրոջ տան վրա են հարձակվում։ Որ եկեղեցուն են ուզում մի բան անեն, Տիրոջ տանն են ուզում մի վնաս տան։ Այդ տանը Տեր կա, գլուխ կա, հայր կա, եւ Քրիստոսն է, Աստված է այդ տան Տերը, գլուխը, հայրը։ Եթե տաճարն են Տիրոջ համար ու Տիրոջ պղծում, ասում ով որ տաճարը պղծի, Աստված էլ ինչ, նրան կպղծի։ Այսինքն թանկ բան է, կարևոր բան է, երկրպագության տեղ, Աստծո ծառայության վայր։ Եվ նրանք ովքեր գործում են այդ տաճարի դեմ, այդ մարմնի դեմ կամ այդ տան դեմ, Տիրոջ դեմ են գործում։ Շարժում են Տիրոջ նախանձավորությունը, վրեժխնդրությունը։ Եվ մենք միշտ այս վստահից, հենց այս տեսակետից էլ վստահ պիտի լինենք, որ այո, մենք ապահոված ենք սրանով, որ մեր հայրը, այս տաճարի Տերը նախանձավոր է իր անունին, իր փառքին։ Ինքը չի թողի, որ իր անունը անարգվի։ Հնես չի, որ երբ որ մի ընտանիքի մեջ զավակին մի բանակ պատահում, այդ ընտանիքի մեծն էլ իրան անարգված է տեսնում, որ օրինակ չկարողացավ պաշտպանել, չկարողացավ այս բանը անել եւ այլը։ Աստված երբեք չի պարտվելու։ Աստված նախանձավոր եւ ասենց ասած շատ լուրջ իր ընտանիքի համար հոգս քաշող հայրը Քրիստոսը։ Եվ սա մեզ համար պիտի նորից եմ ասում զորություն ու վստահություն լինի։ Կամ մեկ ուրիշ բան եկեղեցին Քրիստոսի հարսն է, չէ՞։ Այսինքն Քրիստոսը եկեղեցու ամուսինը Փեսան, Եփեսացիս 5-րդ գլուխ 22-27 խոսքերը։ Դրա մեջ դրանից ասենց ասած ինչ մեծ վստահություն ենք ստանում, որ ինչպես գրված է, Քրիստոսը սիրում է իր եկեղեցուն եւ իր եկեղեցու համար ինչ անում, խնամք է տանում, հոգս է քաշում, պաշտպանում է, սրբում է, զորացնում է, ինքը պատասխանատու է, որպես ինչպես ամուսինը իր կնոջ համար է պատասխանատու, այնպես էլ Քրիստոսը իր եկեղեցու համար առավելևս պատասխանատու է նրա սրբության, պաշտպանության, զորացման համար։ Դրա համար ոնց որ ասած այս դժվարությունները որ խոսվեց որ պիտի եկեղեցու վրա գա, եկեղեցին մենակ չի։ Դրա համար պատասխանատու կա իր հետ մեկացած իր համար գլուխ, իրան առաջնորդ ամուսին, որպես կին ինքը ամուսին, եւ այդ ամուսինը պիտի պաշտպանի իր տուն, ընտանիքը, իր հարսին էլ, այդպես է։ Եվ ոչ միայն պիտի պաշտպանի, ասում է պիտի սուրբ ամբից անարատ կանգնեցնի հոր Աստծո առաջին, չէ, իր հարսին։ Նա նամուսով է, թասիբով է, նախանձավոր է, իր անունն է կանչված այդ կնոջ վրա եւ ասենք ասած այդ նամուսով նախանձավորությամբ էլ նրա համար կանգնելու է եւ կանգնում է փառք Աստծուն, իր անունը կանչված է դրա վրա։ Բացի դրանից մենք գիտենք այո, նա ծրագիր է դրել, որ հավիտյան նրա հետ մեկացած պիտի այդ ասենք ասած մեկությունը ապրենք մենք նաեւ երկնքում որպես հարս եւ Փեսա։ Բացի դրանից տեսնում ենք եկեղեցու համար կարևոր խոստումներ կան, որ հենց այս ինչքան էլ այդ Տիրոջ գալուստից առաջ եղած նեղությունները, դժվարությունները, փորձությունները, մոլորությունները, հոգևոր պատերազմը ծանր լինի, մեծ լինի, Տերը որոշ խոստացել է, որ իր ժողովրդին պիտի ազատի, փրկի։ Ոչ թե դրանց հետ չի առնչվելու եկեղեցին, չէ, հենց հաղթությունը սրանում է կայանում, որ Աստված թույլ է տալու, որ չարը իր բոլոր հնարավորությունները օգտագործի, բայց այդ բոլոր հնարավորությունները օգտագործելով Աստված իր եկեղեցու հետ է լինելու, որ զորացնի եւ հաղթության հասցնի։ Փառք Աստծուն սրա։ Եվ հիշեցնեմ 2 Թեսաղոնիկեցիս 2 գլխի հատվածը, ուղղակի երբ որ խոսում այդ զորավոր մոլորության մասին Պողոսը, թե ինչ պիտի լինի, 3 գլուխ 3 խոսքում արդեն 2 գլխում է խոսում այդ զորավոր մոլորության մասին, որ շատերը կմոլորվեն, բայց 3 գլխի 3 խոսքը ասում է, բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատե ձեզ եւ կպահե այն չարիցը։ Ոչ թե ընդհանրապես է խոսում, կոնկրետ է թեմային վերաբերվող, այսինքն որ խոսում է
ների մասին, հակաքրիստոսի մասին կգասենս, կլինենս, կլինի շատերին կմոլորեսնի, շատերին կհաղթահարի ու խոսում է ճշմարտություն չսիրողները, ստություն սիրողներին եւ այլը, շարունակության մեջ ասում է, բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատե ձեզ եւ կպահե այն չարիցը։ Կհաստատե ձեզ, այսինքն կուժովցնի, կզորացնի, հաստատուն կսարքի, որ այդ չարը ձեզ չկարողանա ձեր հաստատությունից հանել եւ կպահի էլ ձեզ, այսինքն նրա բոլոր այդ չարիքներից կպահի, կպաշտպանի, փառք Աստծուն սրա համար։ Խոստում ունենք, որ Տերը հավատարիմ է, նա հավատարիմ է, պիտի պահի, պիտի հաստատի, այսինքն մենք գիտենք, ուղղակի մենակ պաշտպանված չենք լինելու, պաշտպանությունը իր տեղը, բայց նաեւ ինչպես ասեցինք, Տերը զորացնելու է, որ նա մեզ չկարողանա հաղթի։ Մենք ուղղակի դիտորդի դերում չենք լինում, որ դիտենք, թե ոնց է Տերը հաղթում մեր փոխարեն, չէ, բայց Տերը հենց կհաստատի մեզ, կզորացնի, որ մենք եւ նաեւ կպահի այդ շատ բաներից։ Կամ մեկ ուրիշ տեղ, երբ որ Հայտնության 13-ի 8-ն ենք կարդում, հիշում եք ոնց էր գրված. Եվ կերկրպաքեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունը գրված չեն գառի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետե մորթված է։ Այսինքն, եթե ոնց որ ասած մի փոքր բացատրություն տանք, հասկացումը չեն երկրպաքի միայն նրանք, ում անունները գրված են գառի կյանքի գրքի մեջ։ Այսինքն, ստեղ էլ էս խոստումը, որ գառի կյանքի գրքի մեջ գրվածներին գառը պահելու է։ Եվ հենց Հայտնության թղթի մեջ ասում նա նրանց կհովվի, նա նրանց կառաջնորդի եւ նրան կսրբի նրանց աչքերից ամեն արցունք։ Տերն է անելու, այո։ Այո, մենք պիտի վստահ լինենք, հավատանք։ Մեզ համար պետք է մշուշ չլինի, ոնց է լինելու, ինչ կլինի, իհարկե, սենց է, նայես չի, որ մենք ոչինչ չունենք անելու, չէ, ասում է Տերը հաղթեց, բայց նրա հետ կար զորք, կանչված, ընտրվածներ եւ հավատարիմներ։ Նրանք հետևում են Տիրոջը եւ նրանք Տիրոջ պատերազմի հետ միասին պատերազմի մեջ են, բայց նրանք հաղթեցին։ Այո, բայց ամբողջ հարցը էս է, որ այո, Տիրոջ Տերը, ոնց որ ասած, հավատարիմ է, պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ իրեն ընտրած մարդկանց, իր գրքի մեջ գրվածների, իրեն բաժիննացներին պիտի անպայման պաշտպանի, զորացնի այն աշճան, որ նրանք չերկրպաքեն երբեք գազանին։ Փառք Աստծուն։ Կամ կուզեմ հիշեցնեմ Հովանոց 17-ի 15-20 խոսքերը, 15-ում ասում է, երբ որ աղոթք անում իր աշակերտների համար, ասում է, ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես, Հայր, այլ նրանց պահես չարիցը, հիշում եք։ 15-ում ասում, 20-ում ասում է, բայց ոչ միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան ինձ։ Այսինքն ոչ միայն այդ 12-ի համար էր խնդրում, այլ նաև բոլորի համար, ովքեր հետագայում կհավատան Քրիստոսին, այսինքն մեզ համար էլ պահի չարիցը։ Չեմ ասում աշխարհից վերցրու, այլ պահի չարից, այսինքն չար աշխարհի մեջ կապրեն, այդ նեղությունը, պայքարը կունենան, բայց Աստված պիտի ինչ անի, մեզ պահի, փառք Աստծուն։ Այսինքն մենք միշտ պիտի այնց հավատքը էսա, մեր ուժին չենք վստահում, մեր իմաստությանը, մեր կարողությանը չէ, թեպետ ոնց որ ասած ուժն էլ, զորությունն էլ, կարողությունն էլ պետք է, բայց Տերը մեզ համար երաշխավոր է, Աստված մեր համար երաշխավոր, որ ինքը պիտի մեզ պահի, մենք պիտի վստահենք Աստված, այո, ինչ որ պետք է կանի, որ մենք պահված լինենք, փառք Աստծուն։ Եվ Պողոսի նման կարանք մտածենք, որ շատ տեղերում ասում է, որ չէ, ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, չէ։ Կամ ուրիշ տեղ ասում է, ամեն չար բանից կազատի, չէ, եւ իր երկնային արքայությանը կհասի։ Տեսեք, վստահությունը Տիրոջ վրա է։ Այսպիսի Տեր ունեմ, նա կազատի, փառք Աստծուն։ Բայց ճիշտ անողը ես եմ, տեսել ասում է, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Կարողությունը Քրիստոսից է զորությունը։ Անողը ես եմ, անողը Տերը չի իմ փոխարեն։ Որ ասում եք Տերը կպահի, այո, կպահի շատ տեղերում չի էլ թույլ տա ինչ-որ բաներ, տեղել ուրիշ մեկ այլ տեղերում էլ ինչ կտա, ինչպես տեղ ասում, կզորացնի, որ դու կարող լինես անելու։ Ես պիտի վստահեմ, հավատամ։ Հիշեք, հավատքը շնորհք է բերում։ Հավատքը ձեռք է, որով դու ընդունում ես այն ինչ որ խոստացված է։ Խոստացված է, որ Տերը կպահի, Տերը կզորացնի։ Եթե հավատաս, կզորանաս։
Եթե հավատաս այդ պաշտպանությունը կտեսնես։ Հավատաս եւ Աստծո փառքը կտեսնես։ Իսկ ինձ էլ պետք է չնայեմ։ Կարող ես, կարող է չկարնամ։ Իմ խելքը, հասկացողությունը, գաղափարը, կարողությունը կարող է չերիկի, Տիրոջն եմ նայելու։ Տեր ինձ կզորացնի։ Տերը կզորացնի վերջ։ Ամեն ինչ կարամ ինձ զորացնող Քրիստոսով։ Հարկ Աստծուն սրա համար։ Դրա համար Աստված օրհնում մեզ, որ մենք ճանաչենք Տիրոջը, տեսնենք ինչքան մոտ է մեզ։ Ոչ թե մոտ է, զուլված է մեր հետ։ Մեկացել է մեր հետ, որ մեր համար, ինչպես ասեցի, հենց այդ անունները, որ ներկայացրեցի, մեր համար երաշխավոր դառնա մեր կյանքի, մեր փրկության, մեր պաշտպանության, մեր հաղթանակի երաշխավորը դառնա, իրենով լինի ամեն բան մեր կյանքում։ Փառք Աստծուն սրա համար։ Ուզում որ աղոթք անենք, գոհանանք Տիրոջից, շնորհակալ լինենք սրա համար եւ վստահ աղոթք անենք, երբ որ ծոմ ենք բան, որ եկեղեցին Տերը պաշտպանի, զորացնի, վստահ լինենք Տերը կզորացնի եւ կպաշտպանի։ Առանց կասկածանքի, ոչ թե հույսով, որ կլինի, հավատքով, որ այդպես էլ կլինի։